Մեր համար այս հարձակումը անակնկալ էր ինչպես իրանցիների համար էլ, մենք ուրբաթ լուսադեմին, այսպես ասած, ժամը 3-ին հայտնվեցինք նոր իրականության մեջ։ Մեր համար մեկ պատերազմի դեռ գինը չվճարած, քանի որ դեռ ընթանում է պատերազմը Գազայի գոտում ու տղաները գտնվում են մի քանի բատալյոն, այսպես գտնվում է Գազայի գոտում կռվի մեջ, հայտնվեցինք շատ ավելի ծանր իրականության մեջ, եւ եթե նախկինում Հեզբոլայի, Համասի կամ այլ ուրեմն Հեզբոլայի, Համասի իրանական արտադրության հրթիռները շատ հաջողությամբ Իսրայելը գրեթե ամբողջությամբ խոցում էր, ապա այս դեպքում օգտագործում են շատ ավելի ծանր հեռահար բալիստիկ հրթիռներ, որոնց 100%-անոց իհարկե խոցում հնարավոր չէ եւ աշխարհում չկա նման բանակ, որ նման խոցումներ իրականացնի եւ արդյունքը սա է։ Ենթադրենք 10 հրթիռից նույնիսկ մեկը, եթե 1%-ը ընկնի Իսրայելի տարածքի վրա, իսկ Իսրայելը շատ խիտ բնակեցված երկիր է, գրեթե ազատ հողատարածք չունի, բացի մի փոքր անապատներից դեպի հարավում, եւ խիտ բնակեցված տարածքի վրա այդ 700 կիլոգրամ ուրեմն մարտագլխիկ ունեցող բալիստիկ հրթիռը կարող է անդառնալի կորուստներ հասցնել ողջ տարածքին, շենքերին, մարդկանց, բոլորին։